Դավիթը, Սամոս 2 Դավիթը կամ Թագավոր Դավիթը այսպիսի խոսքեր ունի. Կուրախանայի, երբ ինձ կասեին Տիրոջ տունը գնանք։ Որ Աստված այս խոսքերը գրել աստեղ, որ նշանակում է Աստծո համար արժեքավոր են։ Եթե դու ուրախությամբ ես եկել Աստծո տունը, եթե դու ուրախանում ես, երբ որ գալիս ես Աստծո տունը, Աստված էդի գնահատում է։ Կարելի ասել Աստված էլ է ուրախանում։ Շնորհակալություն Աստծուն, որ այս խոսքերը տվել է մեզ։ Ուրեմն սերտողությունից հետո ես ասեմ, ել եմ ասել, նորից ասեմ, որ ինչ ուղղության մեջ դրեց ինձ Աստված։ Կողոսացիների 3-րդ գլուխը, որ ասում է, դուք որ հարություն առաք, ուրեմն վերի բաները փնտրեք, վերի բաները մտածեք, ոչ թե այս երկրի վրայինները։ Դուք մեռաք եւ ձեր կյանքը պահված է Աստծո մոտ, Քրիստոսի հետ, երբ որ Քրիստոս մեր կյանքը հայտնվի, դուք էլ նրա հետ փառքով պիտի հայտնվեք։ Մեր կյանքը ընդեղ է, ստեղ մենք յոլա ենք հետում, ասենց ասեմ, չէ, բայց ճիշտը ոչ թե յոլա ենք հետում, ստեղ մենք վաստակում ենք, ստեղ մենք ծառայում ենք, ստեղ մենք կառուցում ենք, ստեղ մենք ընդեղի համար ինչ-որ բաներ ենք անում, բայց մեր կյանքը ընդեղ է։ Եվ իշ մեկ անցած անգամ խոսեցինք այս մասին, որ Հիսուս ասեց, ստեղ գանձեր մի դիզեք, այլ ընդեղ դիզեք։ Ստեղ այդ գանձերը ենթակային կորելու, ենթակային փչանալու։ Ամեն դեպքում, եթե չփչանայել, դու ես մի օր թողելու գնաս։ Իսկ նա քո հիմնական ունեցվածն է, ընդեղ գանձեր դիզեք։ Եվ ասեց ինչպես, Աստված այնքան հեշտ ձև է տվել, կարոտյալին, երբ որ մի բան տաս, դու ընդեղ գանձ ես դիզում։ Կարոտյալն էլ միշտ քո կողքը կա։ Եթե լավ ուշադրություն դարձնես, միշտ էլ քո կողքը կարոտյալ կա։ Երբ որ տաս, դու ընդեղ գանձեր կդիզես։ Հենց որ Հիսուսն էլ այս բանն ասեց։ Հիմա, բայց ամեն դեպքում ես կանգ առնում, վերի բաները փնտրեք, վերի բաները մտածեցեք։ Եվ հիմա էլ ուզում եմ Սուրբ գրքից տեսնենք հավատքի հերոսներից, ովքեր այդ ձևով ընթացան, ում կյանքը կարող ենք վերցնել որպես օրինակ, որ այդ մարդիկ իսկապես վերինները փնտրեցին, վերինները մտածեցին եւ ինչ եղավ նրանց հետ, կամ Աստված դրանով մեզ ինչ ունի սովորեցնելու եւ այլն։ Դրա համար ես ուզում եմ Եբրայեցիների 11 գլխի սկզբից կարդանք ու միտեղ կանգ առնենք։ Ուրեմն Եբրայեցիների 11 գլխի սկզբից, առաջին համարից։ Արդ հավատքը հուսացած բաների հաստատություն ու չերևացած բաների ապացույցն է, որտեղ նրանով առաջինները վկայություն ընդունեցին։ Հավատքով կիմանանք, թե աշխարհը Աստծո խոսքով հաստատվեցավ ու աներևույթ բաներից այս երևացածները եղան։ Հավատքով Աբելը Կայենից ավելի լավ զոհ մատուցանեց Աստծուն, որով վկայվեցավ նրա արդար լինելը, որտեղ իր պատարակներու համար Աստծուց վկայություն եղավ իրեն եւ նրանով թեպետ մեռավ, բայց տակավին կխոսի։ Հավատքով Ենովք երկրից փոխադրվեցավ, որպեսզի մահ չտեսնի, ու միտեղ չէր գտնվել, որտեղ Աստված փոխադրեց նրան, քանզի նրա փոխադրվելուց առաջ վկայվեցավ, թե Աստծուն հաճելի է։ Բայց առանց հավատքի անհնար է Աստծուն հաճելի լինել, որտեղ այն, որ Աստծուն կմոտենա, պետք է որ հավատա, թե Աստված կա, եւ թե վարձահատույց կլինի նրանց, որ իրենք կփնտրեն։ Հավատքով Նոյը պատգամ առնելով Աստծուց դեռ չերևացած բաների համար վախենալով տապանը շինեց իր տունը փրկելու համար, որով աշխարհը դատապարտեց եւ ժառանգորդ եղավ այն արդարությանը, որ հավատքով կլինի։ Այսքանը հետո են շարունակել, բայց այսօր այսքանը հազիվ հասցնենք։ Ուրեմն Ենովքի եւ Նոյի այս պատմության վրա եմ ուզում կանգ առնեմ, բայց առաջին ուզում եմ 6 համարը ներկայացնեմ։ Առանց հավատքի անհնար է Աստծուն հաճելի լինել, որտեղ այն, որ Աստծուն կմոտենա, պետք է որ հավատա, թե Աստված կա, եւ թե վարձահատույց կլինի նրանց, որ իրեն կփնտրեն։ Կողոսացիների 3-րդ գլուխը, որ սկիզբից ասացի, գրված էր. վերինները փնտրեք։ Ստեղ էլ ասում է, որ Աստված վարձահատույց կլինի նրանց, որ իրեն կփնտրեն։ Վերինների ամենամեծ, ամենակարևորը, ամենան Աստված է։ Վերինները փնտրել, կարծում եմ առաջին հենց Աստծուն փնտրել։ Կարող ենք այս երկուսը միացնել։
ասենք ընդեղ կարող ենք ասել քիչ առաջ հիշեցինք, մեր կյանքը ընդեղ է, ընդեղ չգիտեմ ինչ վարձ հատույց կա, ընդեղ օրհնություններ կան, բայց ամենակարևորը եւ ամենամեծը Աստված է ընդեղ։ Աստծո թագավորությունն է, Աստված է կենտրոնում, ամեն բան նրանով է։ Ուրեմն վերինները փնտրել, համար առաջինը կարող ենք ընդունել, Աստծուն փնտրել։ Ըստ այս 6-րդ համարի, որտեղ Աստված էլ վարձահատույց կլինի իրեն փնտրողներին։ Մի պարզ օրինակ, եթե դու լսես, որ մեկը քեզ փնտրում է, բնականորեն դու էլ արդեն ընդառաջ ես գնում, այսինքն դու էլ իրան ես սկսում փնտրել։ Դե դու շուտ կգտնես թե ուշ, բայց Աստված մեզ շուտ կգտնի։ Մենակ տեսնի, որ մեկը փնտրում է իրան։ Աստված վարձահատույց կլինի իրեն փնտրողներին։ Եթե այսօր ուրիշ բան չասեմ, սա բավականին մեծ բան է, որ ամբողջ օրը այս մասին մտածենք։ Աստված վարձահատույց կլինի իրեն փնտրողներին, այսինքն ես կարող եմ մի բան անել, որ Աստված դրանով շարժվի դեպի ինձ։ Աստված ինձանով հետաքրքրվի, որ Աստված վարձահատույց կլինի, շնորհակալ Աստված հետաքրքրվող, այս մարդով կհետաքրքրվի։ Որպեսզի Աստված ինձանով հետաքրքրվի, ես մի բան տանեմ, ես իրան փնտրեմ։ Որպեսզի Աստված քեզանով հետաքրքրվի, համար առաջի պայմանը փնտրի Աստծուն։ Հենց փնտրես Աստծուն, Աստված քեզանով կհետաքրքրվի։ Եվ ինչպես կհետաքրքրվի, ոչ թե վատ իմաստով, այլ ճիշտ հակառակ, ամենադրական իմաստով, վարձահատույց կլինի, լավ իմաստով, Աստված քեզանով կհետաքրքրվի։ Իսկ ովքեր Աստծուն չեն փնտրում, վատ բան չեմ ուզում ասեմ, բայց լավ բան չեմ կարող ասել։ Ուրեմն ստեղից վերցրեցինք առաջինը, վերինները փնտրել, համար առաջի ձևը, համար առաջի ընդունելու բանը սա է, փնտրել վերինների Տիրոջը, վերինների ամենավերինին, փնտրել Աստծուն, որի համար խոստում կա, Աստված վարձահատույց կլինի իրեն փնտրողներին։ Եթե ծառայողներ, այս սրա մասին բան ունեք, ասելու համեցեք։ Եթե չէ, բերեք շարունակենք։ Հիմա ստեղ կարդացինք մի քանի անձերի անուններ, ստեղ ճիշտ ագրված է հավատքով, բայց ամեն դեպքում այս մարդիկ ինչ-որ բաներ արեցին, որ Աստված դա ներկայացնում է որպես դրական։ Նրանք Աստծո հավատքի հերոսներ եղան։ Դե հիմա տեսնենք, նրանց կյանքի մեջ ինչ բան կա, որից կարող ենք օրինակ առնել, մենք էլ կարող ենք լինել այդ մարդկանց նման։ Ես ուզում եմ Ենովքի եւ Նոյի պատմությունը ներկայացնեմ։ Դրա համար բացենք Ծննդոց գրքից Ենովքը եւ Նոյը ինչ արեցին։ Ուրեմն Ծննդոցի 5-րդ գլխում գրված է Ադամի ազգաբանությունը։ Ադամը 130 տարի ապրեց եւ իր նմանությունով իր պատկերի պես մի որդի ծնավ եւ նրան Սեթ դրեց, ու Ադամի օրերը Սեթը ծնելուց հետո 800 տարի եղան եւ տղաներ ու աղջիկներ ծնավ, ու Ադամի կյանքի բոլոր օրերը 930 տարի եղան ու մեռավ։ Հետո Սեթը 105 տարի ապրեց ու ծնավ Ենովսը, Սեթը Ենովսը ծնելուց հետո 807 տարի ապրեց եւ տղաներ ու աղջիկներ ծնավ, Սեթի բոլոր օրերը 912 տարի եղան ու մեռավ։ Եվ այսպես շարունակ, ես չեմ ուզում այս ցուցակը շարունակեմ, ինչ համար կարդացի, որ բոլորին էսենց ասում։ Այսքան տարի ապրեց, ծնեց այսինչին, որից հետո այսքան տարի ապրեց, տղաներ ու աղջիկներ ծնեց եւ նրա օրերը այսքան եղան ու մեռավ։ Ապրեց, մեռավ, ապրեց, մեռավ։ Հասնենք 21 համարը, 21-22։ Ենովքը 65 տարի ապրեց և ծնավ Մաթուսաղան, Ենովքը Մաթուսաղան ծնանից հետո 300 տարի Աստծո հետ քայլեց և տղաներ ու աղջիկներ ծնավ, Ենովքի բոլոր օրերը 365 տարի եղան, Ենովք Աստծո հետ քայլեց և չէր գտնում, որտև Աստված առավ նրան։ Ուրեմն են մյուսների գրած է, ապրեց, մեռավ, Ենովքի հարցում չի գրած ապրեց, մեռավ, ապրեցի փոխարեն գրված է Աստծո հետ քայլեց, մեռնելու փոխարեն գրած է, որ Աստված նրան
վերցրեց։ Փաստորեն Ենովքը այն մյուսների համեմատ մի հատ մեծ տարբերություն ունի։ Եվ մեր ուշադրությունը, իմ ուշադրությունը հատկապես էսի գրավել է։ Կարելի ասել Աստծուն փնտրողների գերագույն վիճակ, բարձրագույն վիճակ, երկրի վրա մարդկանց մեջ, մենք որ արդեն ամբողջ Աստվածաշունչը գիտենք, երկու մարդու է այս բան եղել։ Մեկը Ենովքին է վերցրել Աստված, մեկը Եղիային։ Այդ երկուսը մահ չտեսան, այդ երկուսը շունչը չկտրվեց։ Աստված վերցրեց, դե ես հավատում եմ, որ օդի մեջ այս մարմինը փոխվել է հոգևոր մարմնի, ինչպես Հիսուսի գալստյան ժամանակ մերից ովքեր ողջ ենք մնալու այդ բանն անելու, բայց իրանք մահ չտեսան։ Կոնկրետ ես Ենովքի համար եմ ուզում ասել։ Ենովքը մահ չտեսավ։ Եվ բոլորս հասկանում ենք, ինչի համար նա 300 տարի չգրած ապրեց, գրածա Աստծու հետ քայլեց։ Նախ ուզում եմ ասեմ, և նորություն չեմ ասում, ոմանք, երբ որ մի բան ենք պատմում, ասենք հին բաներից, ժամանակներից, ասում են, դե ձեր ժամանակ ուրիշ էր։ Լսել եք ինձ արտահայտություն, դե ձեր ժամանակ ուրիշ էր։ Եվ հիմա էլ ոմանք կարող են մտածեն, դե Ենովքի ժամանակ ուրիշ էր։ Ենովքը հնարավոր էր, հիմա հնարավոր չի։ Ուզում ասեմ, ժողովուրդ, բոլորի ժամանակն էլ ուրիշ է։ Ասենք ամեն մեկի ժամանակն էլ իր այդ ժամանակի, ինչ ասեմ, ընթացքը, ժամանակի մի հատ բառն ասում է, մարտահրավերներ ունի եւ այլն։ Բայց մարդկային հարաբերությունների մեջ տարբերություն չկա։ Բոլոր ժամանակներում էլ սերը մնում է սեր։ Բոլոր ժամանակներում էլ ատելությունը մնում է ատելություն։ Բոլոր ժամանակներում էլ մարդուն հարգելը, պատվելը կամ թշնամություն անելը մնում է նույնը։ Բոլոր ժամանակներում մարդկային հարաբերությունները նույնն են։ Հիմա որ տեխնիկան շատացել է, ավտո կա, արբանյակ կա, զենքեր կան, չի նշանակում, որ արդեն ես իմ տանը իմ կնոջ իմ երեխեքին չսիրեմ։ Ոչ մի նշանակություն չունի։ Ունեցվածքը նշանակություն չունի, քաղաքական իրավիճակը նշանակություն չունի։ Եթե դու ուզես սիրել կսիրես, եթե ուզես ատել կատես, եթե ուզես թշնամություն անել թշնամություն կանես, եթե ուզես պատիվ տալ պատիվ կտաս, եթե ուզես աղոթել կաղոթես, ընդունել է էսի։ Ոնց որ այս առումով մեր ժամանակը եւ Ենովքի ժամանակը իմաստ չկա համեմատելու։ Նա էլ մեր նման մարդ էր։ Բայց նա որոշեց, ես հավատում եմ սա որոշումից է կախված։ Որոշեց Աստծու հետ քայլել։ Ուրեմն ռուսերենում ստեղ նենց է գրած, ոնց որ գրած է Աբրահամի, Դավիթի համար, բայց հայրենում Ենովքին ու Նոյինը տարբեր է գրած։ Մեծ էլ Նոյի համար է գրված Աստծու հետ քայլեց։ Նոյինը գրած է 6-րդ գլխի 8 համարում։ Նայեմ։ Չէ, 8-ը Տերոջ առջև շնորհք գտավ, 9 համարում։ Այս է Նոյի պատմությունը։ Նոյ իր դարու մարդկանց մեջ արդար ու կատարյալ մարդ էր, Նոյը Աստծու հետ քայլեց։ Մեկ Ենովքի համար ասում Աստծու հետ քայլեց, մեկ Նոյի համար։ Իսկ Աբրահամին Աստված ասում է իմ առջև քայլիր եւ կատարյալ եղիր եւ ես քեզ կօրհնեմ, քո սերունդը կշատացնեմ, քո սերունդով կօրհնեմ բոլոր ազգերը։ Դավիթի մասին ասում է, որ իմ առջև, ասենք, շիտակ կամ ուղիղ սիրտ ունեցող մարդ էր, կամ Դավիթի սերունդի մասին, որ թագավորին, որ ուզում է գովի կամ ինչ որ հանդիմանի, համեմատում է Դավիթի հետ։ Իմ ծառա Դավիթի նման շիտակ չքայլեց, իմ ծառա Դավիթի նման արդար եւ այլն։ Այնտեղ, բայց Աստծու հետ հայրենը ճիշտ է էլի։ Աստծու հետ մենակ Ենովքի եւ Նոյի համար ասում։ Դրա համար իմ ուշադրությունը գրավել Աստծու հետ է։ Մի օրինակով ուզում եմ այս բառը շեշտադրեմ։ Իմ լյովա եղբոր մեջ օրինակը բերեմ։ Որ ես մի գործ ձեռնարկեմ, կամ մի տեղ ուզում եմ մի տեղ եթան բան եւ այլն, կամ մի գործ եմ ուզում անեմ,
Լյովա եղբայրը ասի ես էլ եմ քո հետ միանում։ Հիմա ես եմ իր հետ քայլում այդտեղ, թե ինքը իմ հետ։ Հա? Չէ, հետ։ Գործը ես եմ ձեռնարկել, Լյովա եղբայրը միանում է ինձ։ Ինքն է իմ հետ քայլում։ Իսկ եթե գործը Լյովա եղբայրը ձեռնարկի, ես միանամ իրան, ուրեմն ես եմ իր հետ քայլում։ Հասկանալի է։ Ես սենց եմ հասկանում։ Ես մեկի հետ քայլում եմ, ես միանում եմ, քայլել չի նշանակում ես մի 10 մետր հետ եմ։ Չէ, եթե նրա հետ ինչ որ գործի մեջ եմ մտնում, ճանապարհ եմ գնում։ Եթե ինքն է ձեռնարկում այդ գործը, ես եմ իր հետ քայլում։ Եթե ես եմ ձեռնարկում, ինքն է իմ հետ քայլում։ Ես սենց եմ հասկանում հետ քայլելը, որ Ենովքը Աստծո հետ քայլեց։ Դուք լսել եք այս արտահայտությունը շատ անգամ։ Աստված քո հետ լինի։ Ուր գնաս Աստված քո հետ լինի։ Լսել եք։ Ասում Աստված իմ հետ է։ Աստծո ներկայությունը քո հետ է եւ այլն։ Բայց եսի հակառակն է։ Ասենք դու քո որոշումով տեղ ես մտնում, Աստված գալիս է քո հետ։ Բայց միշտ չէ որ քո որոշումը Աստծուն հաճելի է։ Ես Բոնկեի պատմության մեջից հիշում եմ, որ Աֆրիկայի մի տեղ ինքը քարոզի վերջում մեկը մոտենում է եւ պատմում է, որ ինքը ապաշխարել է եւ այնքան սրտանց ապաշխարել, ինքը միշտ զգում է, որ Հիսուսը իր հետ է։ Բայց մի անգամ մի հատ գինետան մոտով անցնում, որ միշտ այդ իր տեղն է եղել։ Ուզում եմ մտնի իր անգերներին տենա, թե ինչ չգիտեմ։ Մի հատ միջանկյալ բան ասեմ։ Մեր գորը մեկի մասին պատմում է, որ ապաշխարել էր, գնացել էր իր բարեկամներին, հրազդանում չէ, հրազդանից դուրս։ Իր բարեկամներին քարոզելու, են էլ գնացել հարբած հետ էր եկել։ Այս մարդն էլ ուզում է մտնի, տենում է Հիսուսը չի ուզում մտնի տեղ։ Ասում է Հիսուս 5 րոպեով թող մտնեմ հելնեմ։ Մտնում ու տենց տարիներ Հիսուսի ներկայությունը կորցնում է։ Երկար տարիներ մինչև այդտեղ հանդիպում է Բոնկեին, ապաշխարում է նորից եւ այլն։ Ուզում ասեմ, եթե Աստված քո հետ քայլի, միտեղ կարող է դու այնպեսի քայլ անես, Աստված քո հետ չգա։ Եվ դու կորցնես Աստծուն։ Բայց որ դու Աստծո հետ քայլես, Աստված երբեք սխալ տեղ չի գնա եւ քեզ էլ սխալ տեղ չի տանի։ Եվ երբեք նրան չես կորցնի։ Հասկացաք ես կար ինչի համար եմ ասում։ Չի ասում Աստված Ենովքի հետ քայլեց, ասում է Ենովքը Աստծո հետ քայլեց։ Այսինքն ձեռնարկող այդ քայլերը, այդ ճանապարհը, այդ գործերը ձեռնարկող Աստված էր, Ենովքը միանում էր Աստծուն։ Առաջնորդ Աստված էր, Ենովքը միանում էր Աստծուն։ Հասկացաք ինչ եմ ուզում ասել։ Ոչ թե Ենովքն էր առաջնորդը, Աստված էր միանում, այլ Աստված էր առաջնորդը, Ենովքը միանում էր։ Նույնը կարող ենք ասել Նոյի համար, որ ասում է նա Աստծո հետ քայլեց։ Ես սենց եմ հասկանում, որ Աստված չէր թեքվում նրա կողմը, նա էր թեքվում Աստծո կողմը։ Նա էր ցանկացած մի տեղ, եթե իր անձը ուրիշ բաներ ուզում, Աստված ուրիշ, իր անձինը դնում էր մի կողմ, Աստծո հետ էր համաձայնում։ Աստծո հետ էր գնում։ Ինչ եք կարծում, հնարավոր է մենք էլ տենց լինենք, թե չէ։ Ես հավատում եմ, որ ստեղ գրված է, ինչ որ մարդիկ եղել են, որ այս բանն արել են, ուրեմն ես ու դու էլ կարող ենք։ Պարզապես սրա համար մի քիչ թանկ գինա պետք վճարել։ Թանկ ասած փողի թանկ չէ։ Քո մարմնի շատ են ուզած բաներից պետք է հրաժարվես։ Քո բարեկեցությունից պետք է հրաժարվես։ Բայց հավատացնում եմ, Աստված երբեք քեզ ծովախ չի թողի, երբեք մերկ չի թողի, երբեք ամոթով չի անի, երբեք քեզ ինչ-որ մի փորձանքի մեջ չի տանի, կարող է որոշ դժվարություններով անցկացնի, բայց վերջը փառավոր ալնելու, ամեն բան լավ ալնելու, բայց այս աշխարհից պիտի կտրվես։ Այս աշխարհի շատ գործերին պիտի չխառնվես։ Այս աշխարհի շատ մարդկանց համար կարող է տարօրինակ լինես։ Այս աշխարհի շատ մարդիկ կարող է քեզ չճանաչեն, քեզ ասենց ինչ որ տարօրինակ մարդու տեղ դնեն։
Եթե կարող ես, ով կարող է, մնում է քո որոշումը։ Ես հավատում եմ նույնն էլ, սկզբի Ենոքյանն ասել, Ենոքն նույնն էլ, որոշեցին և այդպես եղավ, որոշեցին և Աստված գրեց իրանց համար, ես մարդը Աստծո հետ քայլեց։ Երան իրանց, այո, եթե բանում եք ես քանի վրա բերել, համեցեք ասեք։ Մի քիչ էլ եմ ուզում շարունակեմ։ Եբրայեցիների 11 գլխում Ենովքի համար մի քանի բառեր է գրված, որ նա Աստծուն հաճելի էր։ Դրա համար Աստված վերցրեց նրան։ Եվ տեղ շարունակում է, բայց առանց հավատքի հնարավոր չէ Աստծուն հաճելի լինել։ Ես չեմ կարծում Ենովքը աչքերով տեսնում էր երկնային ինչ-որ բաներ, ընդեղի հոգևոր կյանքը, չէ, ինքն էլ մեր նման մարդ էր մարմնի մեջ։ Բայց ես հավատում որ իր կյանքում կատարվում էր այս բանը, Կողոսացիների, ճիշտ այն ժամանակ Կողոսացիների 3-րդ գլուխը գրված չէր լինի, բայց ինքը երկնային էր փնտրում, ինքը վերին էր փնտրում, սենց որ համեմատես երկրային մի օրհնություն կամ մի գործ, մի հաջողություն երկնային, ինքը կարծում առանց վարանելու երկնային էր ընտրում։ Նման բառեր էլի Կողոսացիների Փիլիպեցիների գրքի մեջ է Պողոսն ասում է, ես ամեն ինչից զրկվեցի, նույնիսկ աղբ համարեցի Քրիստոսին ունենալու համար։ Քրիստոսին ունենալու համար ինչ-որ բաներ դի թողեմ, հնարավոր չի և աշխարհը և Քրիստոսը։ Այդ երկուս միասին հնարավոր չի, որտեղ աշխարհը և Քրիստոսը նույն ուղղությամբ չեն էթում, հակառակ ուղղություններով են։ Մինչև Քրիստոսին ճանաչել մենք աշխարհի ճամփով ենք էթում և գնալով մոտեցել ենք դժոխքին։ Բայց ով որ ընտրում է Քրիստոսին, ցավոք ոմանք ընտրում են Քրիստոսին, Լենինն ա գրել մի քայլ առաջ երկու քայլ ետ։ Ոմանք սենց են գնում, մի քայլ առաջ երկու քայլ ետ։ Բայց ով որ Պողոսի նման ընտրում, ետը էլ չկա իր համար։ Ամեն բանից զրկվեցի, նույնիսկ աղբ համարեցի Քրիստոսի շահելու համար։ Ետ էլ է գրված մեր համար ժողովուրդ։ Պողոսն էլ մեր նման մարդ էր։ Ինչ որ Պողոսի համար հնարավոր էր, հնարավոր է մեզանից յուրաքանչյուրի համար։ Հավատում եմ ես նրան։ Դե, ուրեմն Ենովքը և Նոյը վերինները փնտրողների ամենալավ օրինակներն են, որ նրանք ընտրեցին Աստծո հետ քայլել, Աստծո հետ ապրել։ Բայց իրանց երկրային կյանքն էլ նորմալ եղավ։ Ենովքը այդ ընթացքում ընտանիք կազմեց, երեխեք ունեցավ, երկրային իր կյանքը սովորական ընթանում էր, ես հավատում եմ, այսինքն հավատում որ հացուներ ուտելու, տուն ուներ, հագուստ ուներ, ոնց որ մյուս մարդիկ բոլորը, բայց մի առավելություն, նրա կյանքում Աստված կար, շատերի կյանքում Աստված տենց չկար։ Եվ հիմա ուզում եմ Նոյի մասը մի քիչ շարունակեմ, որտեղ Ենովքի համար ասում վերցվեց եւ վերցնելուց հետո էլ ինչ արդեն մնացած շարունակվեց այնտեղ։ Իսկ Նոյին չվերցրեց։ Նոյին արդեն Աստված գործածեց իր փառքի համար։ Նենց որ եթե դու Աստծո հետ քայլես, մի մտածի որ ես Աստված քեզ կվերցնի։ Կարող է չվերցնի, բայց կարող է իր փառքի համար քեզ մի ծառայություն տա։ Իր փառքի համար դու գործեր անես։ Էլի քո որոշումն է։ Դե բոլորս գիտենք Նոյին ինչ գործի դրեց։ Որոշ համարներ կարդամ։ Ուրեմն 6-րդ գլխի մեջ
Նոյին հանձնարարեց, որ մի հատ տապան շինի, որտեղ երկրի վրա ասեց ջրեղեղ պիտի բերեմ։ Եվ բոլոր բաները պիտի 6-17 համարում է։ Երկրի վրա ջրեղեղ պիտի բերեմ երկնքի տակ կենդանություն շունչ ունեցող բոլոր մարմինները կորցնելու համար։ Երկրի վրա ինչ որ կա, պիտի սատկի։ Գիտեմ մարդկանց էլ սրա մեջ մտցնում թե չէ, բայց քո հետ իմ ուխտս պիտի հաստատեմ։ Եվ դու տապանը պիտի մտնես։ Եվ 7-րդ գլուխը սկսում է։ Տերը Նոյին ասեց. դու քո բոլոր տնով տապանը մտիր, որտեղ այս դարի մարդկանց մեջ քեզ իմ առջևս արդար տեսա։ Շնորհակալ եմ Աստծուն այս ասացի համար։ Երանի են մարդու, որ Աստված կասի, այս դարի մարդկանց մեջ քեզ արդար տեսա։ Այս դարի մարդկանց մեջից դու ընտրվեցիր։ Հիմա ոնց որ քույրիկն աստեց հուշում ինձ, Երանի իրանց, ես ում ձեզ ասեմ, այս երանությունը բոլորը կարող են ունենալ։ Անցնենք առաջ 9:1-ում ինչ ասում։ Եվ Աստված օրհնեց Նոյին ու նրա որդիներին եւ ասեց նրանց. աճեցեք ու շատեցեք ու երկիրը լցրեք։ Եվ 9:9-ում գրված է որ. ես ահա ձեզի հետ ու ձեզից հետո ձեր սերունդի հետ իմ ուխտս պիտի հաստատեմ։ Այսինքն Նոյը որ Աստծո հետ քայլեց, Նոյը արժանացավ ինչի։ Նախ ջրեղեղից փրկվելու։ Եվ ոչ թե միայն ինքը, այլ նաև իր ընտանիքը։ Ես հաճախ ասել եմ, Նոյի հարցները կասեն, ինչ լավ է, որ մենք Նոյի հարցները եղանք։ Իրանք դե ուրիշ ընտանիքից էին, բնականորեն, ուրիշ ցեղից էին, եւ եթե իրանք Նոյի հարցները չունեն, իրանք էլ դիսակտի էին։ Բայց Նոյի հարցները լինելով, իրանք Դեմ լավ, հարցների մասին չեմ ուզում շատ ասեմ, բայց Նոյի արդարությունը պատճառ եղավ իր ընտանիքի փրկության նաև։ Ես սա ուզում ասեմ, քո արդարությունը կարող է պատճառ լինի քո ընտանիքի փրկության։ Եվ ոչ թե միայն քո ընտանիքի, այլ նաև քո ընտանիքին հարող, քո ընտանիքի հետ կապված եւ այլն, էլի մարդկանց փրկության։ Սա Աստծո կանոնն է, եւ սա տեսնում ենք գրքի մեջ։ Բայց Նոյի հետ է խոսում Աստված։ Քեզ պիտի օրհնեմ, աճեցեք, շատացեք, քո հետ իմ ուխտը պիտի հաստատեմ։ Աստված գտավ մեկին, որ իր ուխտը հաստատեց։ Այդ մեկը ինչով արժանացավ, ես հավատում, քանի որ Աստծո հետ քայլեց։ Նոյը որոշեց Աստծո հետ քայլել եւ հասավ նրան, որ Աստված իրան այդ դարի մարդկանց մեջից ընտրեց, իրան շատացնելու խոստում տվեց եւ իր հետ ուխտ կապեց։ Այո, Երանի են մարդուն, որի հետ Աստված ուխտ կկապի, որին ես խոստումները կտա, քո սերունդը պիտի երկիրը լցնի։ Եվ հիմա այսքան Աստծո հետ քայլելու համար, բայց ես քիչ առաջ ասացի, որ ոմանց համար գրված է Աստծո առաջ քայլել։ Սրանից համարյա քիչ տարբերություն կա, էլի։ Աստծո հետ քայլելը ոնց որ իմ համար առաջի աստիճանն է, հիմա 1B։ Չեմ ասում երկրորդ աստիճան։ Առաջի աստիճանի նման էլի քայլելու հետ կապված մի քանի համարներ եմ գրել, թույլ տվեք այդ մի քանի համարները կարդամ։ Ուրեմն Ծննդոց 12 Հա, ճիշտ է, 12:1 Բայց մի 17-ից կարդամ նոր, հա։ Երբ Աբրահամը 99 տարեկան էր, Տերը Աբրահամին երևցավ ու ասեց նրան. Ես եմ ամենակարող Աստվածը, իմ առջևս քայլիր ու կատարյալ եղիր, եւ իմ ու քո մեջտեղ ուխտ պիտի անեմ ու խիստ պիտի շատացնեմ քեզ եւ այլն։ Աստված Աբրահամին չասեց իմ հետ քայլիր, ասեց իմ առջևս քայլիր եւ կատարյալ եղիր եւ քո հետ ես ուխտ կանեմ։ Կարծում եմ, եթե այն առաջինը չենք կարա, ես էլ կարանք անենք։
Աստծո առջև։ Գիտեմ, հետի հետ չեմ ուզում համեմատեմ, համարյա նույն միտքն է, ռուսերենում նույն բառն է գրած, հայերենում է տարբեր գրած։ Ես հայերենով աշխատեցի։ Աստված ասում է, իմ առջև ես քայլիր եւ կատարյալ եղիր, քեզ պիտի օրհնեմ։ Հա ճիշտ ասի, հա։ Օրհնեմ ու խիստ շատացնեմ։ Ինը համարը, 17-9, և Աստված ասեց Աբրամին, ուստի դու ու քեզնից հետո քո սերունդդ իրենց ազգերի մեջ պահեցեք իմ ուխտս։ Այս հրավերել եմ ուզում երկու բառ ասեմ ու անցնեմ առաջ։ Աստված ասեց ուխտ եմ կապելու, բայց պահեք սերունդիդ ասա, որ իմ ուխտը պահեն։ Ես այս բաներ բոլորից չնայած շատ համարներ չեմ կարդացի, հասկացել եմ։ Աստված իր առջև քայլել, իր հետ քայլել, ես բոլորը ասելով ի նկատի ունի, իր ուխտը պահել, իր խոսքը պահել, իր ասածը անել։ Քիչ առաջ որ ասացի, Ենոք որ ասում Աստծո հետ քայլեց, ո՞նց ենք հասկանում, ինքը հնազանդվում էր Աստծուն, ենթարկում էր Աստծուն։ Հիմա, եթե ես ու դու այս խոսքերը Աստծո խոսքեր են, եթե հնազանդվենք, մեր քայլերը այս խոսքերի համեմատ գցենք, մեր գործերը այս խոսքերի համեմատ բռնենք, մենք այս խոսքերի համեմատ ապրենք, կարծում եմ այդ նույն խոսքը մեզ կվերաբերվի։ Ընդունում եք սա։ Այդ նույն խոսքը մեզ կվերաբերվի, եթե մենք Աստծո խոսքի համեմատ ապրենք։ Աստծո ուխտի համեմատ ապրենք։ Օրինակ, որոշ մարդկանց մասին լսել եմ, ես մի երկու օր առաջ մեկի մասին լսեցի։ Ջրով մկրտվել է, ուխտի մեջ համտել Աստծո հետ, այդ օրվանից էլ եկեղեցի չեկել։ Եվ այսօր շատ մեծ փորձության մեջ է։ Այսինքն, եթե մենք Աստծո խոսքի մեջ, Աստծո ուխտի մեջ մնանք, այս օրհնության խոստումները մեզ էլ կվերաբերվի։ Եթե չմնանք, թեկուզ նույնիսկ ուխտ կապենք, բայց չմնանք, այս խոստումները մեզ չի հասնի։ Այսքանն ասում եմ, սիրելի ժողովուրդ, նորություն չի, դուք բազում անգամ լսել եք, բայց այսօր մեկ անգամ ևս լսեք։ Վերջի օրերը մոտեցել են, Հիսուսի գալուստը պիտի լինի, օրը ոչ ոք չի կարող ասել, բայց որ պիտի լինի, բոլորս համոզված ենք, աշխարհի մարդիկ էլ գիտեն, որ պիտի լինի։ Եվ որ պիտի լինի մի կարևոր հանգամանք, ով է պատրաստ, ով պատրաստ չի։ Ոմանց համար գրած է Հիսուսի գալուց պիտի ողբ կոծ անեն, ոմանց համար գրված է պիտի ուրախանան, ցնծան։ Ընտրությունը մերն է, որ բաժնի մեջ լինենք։ Որոնց մեջ լինենք, ողբի մեջ, թե ցնծության ուրախության մեջ։ Իսկ դրա համար պատրաստվել է պետք, իրան չի լինում։ Մի հատ սենց օրինակ եմ լսել, շուտ եմ լսել այս օրինակը։ Ասենք մի մարդ գնացել է Խոպան, երկար ժամանակով։ Հիմա, այս մարդը գալիս է։ Մեկ էլ լուրը բերում են էլի տունը, ընտանիքին, թե գալիս է։ Կինը, եթե հավատարիմ է մնացել ամուսնուն, մի զգացում կունենա, եթե հավատարիմ չի մնացել, այլ զգացում կունենա։ Եթե հավատարիմ է մնացել, կուրախանա իր ամուսնու գալուց, ճիշտ է, իսկ եթե հավատարիմ չի մնացել, չի կարող ուրախանա։ Մի բան կխանգարի։ Հիմա ով Քրիստոսին հավատարիմ է մնացել, չէ՞ որ եկեղեցին Քրիստոսի հարցն է։ Ով Քրիստոսին հավատարիմ է մնացել, նա կուրախանա։ Ով հավատարիմ չի մնացել, չի կարող ուրախանա։ Դες բոլորը նրա համար է։ Սիրելի Քրիստոսի հարց եկեղեցի, հավատարիմ եղիր։ Եթե նույնիսկ ինչ որ տեղեր սխալվել ես, ինչ որ տեղեր վրիպել ես, շնորհակալություն Աստծո, որ ապաշխարության հնարավորություն է տվել։ Որ հենց հիմա փոխվելու, դառնալու ապաշխարության հնարավորություն է տվել։ Գալուստը մոտ է։
Ինչ ասեմ, արդեն հեռաջիրն էտել է, որ գալիս է։ Դե այսքան պատերազմներ ես բաներ արդեն հեռաջիր են, էլի։ Չլաս արդեն մոտաջիր է դառնում մեր։ Եվ այլն, ուզում ասեմ, այս բոլոր խոսքերը Աստված դրել այն մեջ, որ ասեմ, որ ինչպես պատրաստվես, երկրայինը քեզ խանգարում է։ Դե անցած անգամ խոսեցինք, Աստված չի ասում մի կեր, մի հաճի, մի խմի։ Քո բաժինը թող, բայց վերևում գանձնիզի։ Մեկ էլ, եթե ինչ-որ մի կապ կա, կապը գիտեք որն է, եթե մեկի հետ հարաբերություն լավ չի, եթե մի հատ անորեն բան կա քո ընտանիքում, օրինակ գողացած բան, կամ մի հատ սխալ կապ, մի հատ սուտ, մի հատ, չգիտեմ, վհուկության սատանայի հետ կապված բաներ, անհապաղ դրանցից մաքրվել է պետք։ Անհապաղ դրանցից մաքրվել է պետք։ Անհապաղ բոլորի հետ հաշտվել է պետք։ Անհապաղ որևէ երկրային մի բան, Հիսուսն ասեց, այս աշխարհի իշխանը գալիս է, բայց իմ վրա բան չունի, որ այսի կարողանաս ասես։ Կարողանաս ասես, այս աշխարհի իշխանը իմ վրա բան չունի։ Բայց ամեն մարդ ինքը գիտի իր ներսում։ Կա բան քո կյանքի մեջ, որ ըստ Աստծո խոսքի Աստծո դուրը չի գալի։ Կարող է քո կարծիքով մեծ բան չի, էլի մեծ մեղ չի, բայց եթե այդ բանը Աստծո դուրը չի գալի, Հիսուս բանը Պողոսն ասեց, նույնիսկ այն ինչ որ ինձ շահ էր, էդ էլ թողեցի։ Թեկուզ շահը, բայց եթե խանգարում է Քրիստոսին, այս շահը քեզ օգուտ չբերի։ Քրիստոսին ընդունի։ Ես կան ասում եմ, որ լուրջ ապաշխարել է պետք։ Եվ հիմա նորից ուզում եմ գամ Ենոքին ու Նոյին, հետո գամ մի քանի բառ Աբրահամի մասին ասեմ։ Իրանք, ես չգիտեմ ծնված օրից, թե կյանքի ինչ որ պահից որոշեցին Աստծո հետ քայլել։ Եվ Աստված ընդունեց եւ Աստված գովեց եւ այսօր գրվել աստեղ, որ մենք էլ կարդանք, հասկանանք Աստծո ուզածը։ Որ քո անունն էլ մի օր տա եւ ասի իմ հետ քայլեց։ Աստծո հետ քայլեց։ Կամ Աբրահամի նման ասեց իմ առջևս քայլիր եւ կատարյալ եղիր եւ ես քեզ կօրհնեմ։ Եվ այս Աստծո առջև քայլելու համար մի քանի համարներ սկզբից չէի որոշել այսքան համար կարդայի։ 15 Ծննդոց 15 գլխի առաջի համարն եմ ուզում կարդամ։ Այս բաներից հետո տեսիլքի մեջ Տերոջ խոսքը Աբրահամին եղավ ասելով. մի վախեցիր, ով Աբրահամ, ես քեզի վահան եմ ու քո վարձքդ խիստ շատ պիտի լինի։ Աստված նույնիսկ վարձք է խոստանում։ Վարձք, նրան, ով որ իր առջև է քայլում։ Երկրորդ Օրինաց 5-րդ գլխի 33 համարը։ Օրինաց, սենց չէի որոշել, բայց սենց ստացվեց, ինչ ասեմ։ 5-րդ գլխի 33 համարը։ Ձեր Տեր Աստծո պատվիրած բոլոր ճամփաների մեջ քայլեցեք, որպեսզի ապրեք, ու ձեզի լավ լինի եւ ձեր ժառանգելու երկրի մեջ երկարատյաց լինեք։ Երևի էլ համար չեմ կարդա։ Ես արդեն ընդհանուր ասեմ բոլորին։ Ձեր Տեր Աստծո պատվիրած բոլոր ճամփաների մեջ քայլեք, որպեսզի ապրեք ու ձեզի լավ լինի եւ ձեր ժառանգելու երկրի մեջ երկարատյաց լինեք։ Էլ սրանց լավ բաներ։ Ես ուզում եմ սրանով վերջացնեմ, եթե ասելու բան ունեք, համեցեք։ Եթե չէ, ամփոփեմ։ Ասում եմ, որ վերիները փնտրեք։ Եվ մի քանի մարդկանց անուններ տվեցինք, որոնք
բառացի գրած վերիները փնտրեցին, բայց բառացի գրածը որ Աստծո հետ եղան։ Եվ վերիների ամենավերինը Աստվածը։ Եվ նրանք ընտրեցին Աստծո հետ քայլելը։ Նրանք ընտրեցին Աստծո ճանապարհը։ Նրանք ընտրեցին ոչ թե իրենց մարմնական, այլ հոգևորը։ Եվ Աստծո գովասանքը տեսնում ենք նրանց համար։ Մեկը մահ չտեսավ, այն մեկը սերունդը օրհնվեց կամ այդ դարի մարդկանց մեջից ինքը ընտրվեց։ Այն մյուսը իր սերունդը ասեց, քեզ պիտի շատացնում եւ իմ ժողովուրդ անում եւ այլն եւ այլն։ Ես հավատում եմ, սրանք գրվել են այսօրվա մեր համար։ Այսօրվա մեր համար վերինը փնտրեք, Աստծունը փնտրեք, Աստծո հետ լինելը փնտրեք, Աստծո խոսքը փնտրեք, Աստծո խոսքով ապրելը փնտրեք։ Եվ հավատացնում եմ ձեզ 37 Սաղմոսի 25-ն ամիշտ գալի մեջս։ Ասում եմ մանուկեի ծերացա եւ արթարին անտես եղած չտեսա եւ նրա որդուն հաց մուրալուց չտեսա։ Ժողովուրդ, Աստված արթարին պահել գիտի։ Եվ ուտելիքով, եւ հագնելիքով, եւ պատվով, եւ տնով, ամեն ինչով նաեւ հավիտենության մեջ։ Արթարի համար է բայց այս խոստումները։ Որ արթարի։ Ով որ ոչ մեկս արթար չեն գրել, բայց ով որ Քրիստոսով կարթարանա, այս խոստում վերաբերում նրան։ Այսինքն մինչև հիմա ինչ կյանք ես ապրել։ Եթե չփոխվես, կկորցնես Աստծո խոստումը։ Իսկ եթե Աստծո հետ քայլես, Աստծո խոստումը գա քո վրա։ Եվ ամենակարևոր խոստումը։ Մի քանի ֆիլմ կա, տեսած կլինեք։ Ցույց են տալի յանի Քրիստոսի այդ գալուստը էլի։ Ճիշտ է, չեմ ասում 100%-ով ճիշտ են ցույց տալի, ճիշտ են ներկայացնում, բայց գոնե ինչ որ մի քանի բան ազդեցիկ կա։ Ցույց են տալի եկեղեցում, կամ տանը, կամ գործի տեղը, կամ ճանապարհին, որ մեծ էլ ոմանք վերցվում են։ Ովքեր որ չեն վերցվում, ովքեր որ տենում են, ասենք իր հարազատնա կամ մյուսը վերցվեց, ինքը մնաց, սարսափելի։ Երանի ոչ մեկս չմնա ժողովուրդ։ Իր սարսափելի կլինի, որ այսքանից հետո մեծ էլ մնանք, ոմանք։ Ուրեմն լուրջ վերաբերվեք սրա։ Ամեն։ Ես վերջացրի։